Երբ եւ ինչպես է պետք սկսել ծանոթացնել երեխային գաշոկի հետ։ Տեխնիկապես գաշոկի օգտագործումը կարելի է սկսել գրեթե այն պահից, երբ երեխան սկսում է նստել, այսինքն մոտ 6-ից 8 ամսականում։ Բայց խնդիրը նրանում է, որ մինչև 2 տարեկան երեխան չի հասկանա, թե ինչ եք ուզում նրանից, եւ դա կարող է դառնալ ձեր անհանգստության պատճառ։ Երբ դուք նորից ու նորից երեխային նստեցնում եք գաշոկի վրա, բայց նա չի կատարում իր գործերը դրա մեջ։ Այդ պատճառով գաշոկի օգտագործումը կարելի է հանգիստ հետաձգել մինչև 1.5-2 տարեկան։ Սկզբնական շրջանում մենք երեխային գաշոկի վրա նստեցնում ենք միայն այն նպատակով, որ ձևավորվի սովորություն։ Եթե փոքրիկին հաջողվում է ճիշտ օգտագործել գաշոկը, մենք ակտիվորեն գովում ենք նրան դրա համար։ Այսպիսով, մոտ 3 տարեկան հասակում երեխան գաշոկից կօգտվի միայն 2 պատճառով։ Առաջինը, հագցրեք երեխային հարմարավետ հագուստ, որը կարելի է արագ անել։ Այսինքն փակ սլիպները եւ բոդին այլևս հարմար չեն, իսկ տապատիկները հենց այն են, ինչ պետք է։ Երկրորդը, ավելի հաճախ թողեք երեխային առանց տաք դիրի։ Սա կխթանի երեխային ավելի արագ հասկանալ, որ գաշոկից օգտվելն ավելի հարմարավետ է։ Երրորդը, եթե ձեզ հարմար է, երեխային վերցրեք ձեզ հետ զուգարան, որպեսզի օրինակ ծառայեք նրան։ Կարևոր է, որ երեխան անի նույն բաները, ինչ մայրիկն ու հայրիկը, եւ եթե ծնողները գնում են զուգարան, ապա ես նույնպես պետք է մեծահասակի պես լինեմ եւ գնամ զուգարան։ Չորրորդը, սկսեք վարժեցնել այն ժամանակ, երբ դուք եւ ձեր երեխան բավական ժամանակ եւ ուժ ունեք։ Խուսափեք գործընթացը սկսելուց այն ժամանակ, երբ երեխան սթրեսի մեջ է կամ նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, օրինակ տեղափոխություն կամ եղբոր, քրոջ ծնունդ։ Հինգերորդը, ընտրեք հարմար եւ անվտանգ գաշոկ, որը համապատասխանում է ձեր երեխային։ Նախընտրելի են բարձր մեջքով եւ հենարանով գաշոկներ։ Վեցերորդը, փորձեք սահմանել գաշոկի օգտագործելու կանոնավոր ժամանակացույց։ Օրինակ, երեխային գաշոկ նստեցրեք յուրաքանչյուր ուտելուց հետո եւ քնելուց առաջ։ 7-րդը, խաղային ձևով ձեր երեխայի սիրելի խաղալիքներին նույնպես նստեցրեք գաշոկի վրա եւ բարձրաձայնեք գործողությունները։ Գովեք խաղալիքին, առաջարկեք նաեւ փոքրիկին նստել գաշոկի վրա եւ նույնպես գովեք նրան։